81 տարեկանում կյանքից հեռացավ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը, դերասան, ռեժիսոր, մանկավարժ, թատերական գործիչ։ Մարդ, որի անունը տարիներ շարունակ կապված էր հայկական թատրոնի ու հեռուստատեսության հետ։ Նիկոլայ Ծատուրյանը ծնվել է 1946 թվականին Երևանում, ավարտել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Իր կյանքի ամենանվիրական տարիքը վարպետը մանկությունն էր համարում։ Ամենաերջանիկ տարիքը դա մանկական տարիքն է, երբ որ չես մտածում առօրյա մասին, չես մտածում թե ում հետ ընկերություն անես, ում հետ չանես, ազատ։ Ընտանիքում էի ապրում 4 սենյականոց բնակարանում 13 հոգով։ Հայրս, մայրս, ես, երկու քեռիներս իրենց ընտանիքներով երեքական, պապս, տատս։ Բոլորը ինձնով էին զբաղված, որտեղ ես առաջնեկն էի։ Ստեղծագործական ուղին սկսել է թատրոնում, տարիների ընթացքում նա ոչ միայն բեմում կերտեց տասնյակ հիշվող կերպարներ, այլև ռեժիսուրայի և դասավանդման միջոցով իր փորձը փոխանցեց երիտասարդ դերասաններին։ Մի անգամ ընկերոջս ասացի, Սուր ջան, ես որ նորից ծնվեի, երևի դզող փչող լինեի, էլի գոնե մի քիչ փող ունենայինք, բան ունենայինք, դե արվեստու փող չկա, չհասկացա, իսկ հիմա ինչ ես դզող փչող չես։ Դե ռեժիսորն էլ դզող փչել է, վերջո։ Նա երկար տարիներ ղեկավարել է Երևանի դրամատիկական թատրոնը, ձևավորելով նոր բեմական մտածողություն, անմնացորդ նվիրված լինելով թատրոնին, միայն իրեն բնորոշ անկեղծությամբ էր խոսում մասնագիտության մասին։ Չեմ սիրում պաթոս, ահա որ չեմ սիրում։ Մեջը միշտ սուտ բան կա պաթոսի։ Թատրոնը երբեք չի մեռնի, ասում են խելոք մարդիկ, ով ասում։ Լավ էլ կմեռնի, բայց չի մեռնի ուրիշ պատճառով։ Բա հարսանիքը թատրոն չի, կնունքը թատրոն չի, թաղումը թատրոն չի, թատրոնը էլի։ Այնպես որ հետո ասում են, ես սիրում եմ թատրոնի հոտը։ Քարտինքից ու փոշուց բացի ոչ մի հոտ չեմ առել։ Հետո ինձ մեկ ասում են, պարոն Ծատուրյան, ես վերջերս ինչ ներկայացում եք նայել, ասի չեմ նայել։ Ոնց, չեմ սիրում ներկայացում նայել։ Բայց դուք թատրոնի մարդ եք։ Ասի լավ, բացատրեմ, ենթադրենք ես խիրուրգ եմ։ 3 օպերացիա անելուց հետո գալիս եմ տուն, ընկերս ասանգում, խիրուրգ ընկերս ասում, կգաս իրիկուն իմ օպերացիաս նայես, չէ։ Հանդիսատեսը նրան հիշում է հատկապես իր խորը, երբեմն հումորային, երբեմն էլ դրամատիկ դերերով։ Նրա խաղում ևս միշտ պարզություն ու մարդկային ջերմություն կար։ Նիկոլայ Ծատուրյանը բեմում երբեք չէր խաղում կիսատ, յուրաքանչյուր կերպար ապրում էր ամբողջությամբ։ Տասնամյակների ստեղծագործական ճանապարհից հետո նա դարձավ հայկական թատրոնի ամենաճանաչված ու հարգված անուններից մեկը։ Այսօր հայկական մշակույթը հրաժեշտ է տալիս արվեստագետի, որի ձայնը, հայացքն ու բեմական ներկայությունը մնալու են հանդիսատեսի հիշողության մեջ։ Արևիկ Սարդարյան, Արմալուր։